Բարի երեկո, դուք դիտում եք Ամեկնուսի IFE Plus հաղորդումը, սկզբից օրվա ամփոփումը 120 վայրկյանում։ Հանրապետական կուսակցությունն այսօր թիրախ է դարձել, սակայն նոր սահմանադրության ընդունման դեպքում այդ խնդիրը կլուծվի, կարծում է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը։ Եվ բոլորը նույնիսկ հիմնարկի պետերը չեն մատավերը բարձրացնի նկարի, որ հանրապետության նախագահն է որ այսօր դատարանը այս որոշումը չընդունեց։ Ժողովուրդը տարաձայնություն չունի սահմանադրության նոր նախագծի հարցում, հայտարարել է ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զորաբյանը։ Միակ խնդիրը, որ մեր առաջ դնում է, հետևյալն է։ Լավ, մենք գնալու ենք ասել ենք ոչ, որում դա համատարած տրամադրություն է, բայց այդ ոչը նորից դառնալու է այո։ Ոնց է սա դեմ առնել։ Երիտասարդության միայն 5%-ն է հետաքրքրվում քաղաքականությամբ։ Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն ասում է, որ ըստ իրենց վերջին հետազոտության երիտասարդները նաև սահմանադրական հանրաքվեով չեն հետաքրքրվում։ Եթե տատիկը գյուղացին ինչ-որ մի հատ կետում պատկերացումությունը երիտասարդը, որովհետեւ սահմանությունը պետք է իր ամբողջ կյանքը ապրի, պատկերացումությունը թե ինչին անում եւ այլն։ Վերջին 10 տարվա ընթացքում երկրորդ դեպքն է, որ հոկտեմբերին սեպտեմբերի համեմատությամբ հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 0.4% գնանկում։ Ազգային վիճակագրության ծառայության, գների վիճակագրության եւ միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը նշում է, որ դա ժամանակավոր է։ Հենց թեկոս սեզոնայությամբ պայմանավորված գյուղատնտեսական մթերքների գները իրականում աճ են ունենալու։ Նաիրիդ գործարանի նախկին աշխատակիցները այսօր կրկին ազգային ժողովի շենքի դիմաց էին։ Նրանք ցանկանում են պարզել, արդյոք հաջորդ տարվա բյուջեում ընդգրկված է Նաիրիտի հարցը։ Գործարանի մամուլի նախկին խոսնակ Անուշ Հարությունյանի խոսքերով էներգետիկայի փոխնախարար Լևոն Շահվերդյանը շատ կարճ պատասխան է տվել։ Ասաց, որ քանի դեռ ծրագիրը քննարկված չէ եւ Նաիրիտի վերագործարկման վերաբերյալ որոշակիություն չկա, բյուջեում այն ներառվել չի կարող։ Ցմահ դատապարտված Սողոմոն Քոչարյանը, որը անբուժելի հիվանդությունից մահացավ նոյեմբերի 7-ի լույս 8-ի գիշերը, կյանքի վերջին օրերին ազատության մեջ։ Ցանկություն է հայտնել թաղվել զինվորական հագուստով։ Այդ մասին հայտնեց հետք պարբերականի լրագրող անմեղության հայկական ծրագիր հասարակական կազմակերպության նախագահ Զարուհի Մեջլումյանը, որը սկզբում ծրագրի շրջանակներում ուսումնասիրում էր Սողոմոնի գործը, իսկ վերջին շրջանում մարդկային ջերմ հարաբերություններ էր հաստատել նրա հետ։ Իրանի իշխանությունները Թեհրանում Սաուդյան Արաբիայի գործերի հավատարմատարին կանչել են, որպեսզի իրենց բողոքը հայտնեն Սաուդյան Արաբիայում իրենց քաղաքացիներին մահապատժի ենթարկելու դեպքի առնչությամբ։ Պաշտոնական տվյալներով մեծ քանակությամբ հաշիշի մաքսանենգության համար մեղադրված 3 տղամարդու մահապատժի են ենթարկել Սաուդյան Դամամ քաղաքում։ Իրանի փոխարտգործնախարար Հասան Քաշքավիի խոսքով երկրները սովորաբար զերծ են մնում նման դատավճիռների իրականացումից, հարգելով երկկողմ հարաբերությունները եւ գիտակցելով, որ դա դրական ազդեցություն չի կարող ունենալ երկու երկրների միջև կապի վրա։ Մեծ Բրիտանիայի կառավարությունում հայտարարել են, որ ռուսական A321 օդանավում պայթյունի կազմակերպմանը իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման Սինայի մասնաճյուղի առաջնորդ Աբու Ուսամա Ալ-Մասրիի մասնակցության մասին տեղեկություններ ունեն։ Ըստ պարբերականի, կառավարության ներկայացուցիչները հաստատել են, որ Մասրին հետաքրքրություն է առաջացրել քննիչների մոտ եւ Բրիտանիան կարող է օգնել Եգիպտոսին եւ Ռուսաստանին ահաբեկիչներին բռնելու կամ ոչնչացնելու գործում։ Օրվա լրահոսը։ Արմատական ու կտրուկ ցանկացած քայլ կարող է խանգարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հակամարտության կարգավորմանը։ Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հենց այս հանգամանքը հաշվի առնելով պնդում է, այս հարցին չպետք է խառնվի ոչ ոք։ Вопрос действительно очень сложный со своей историей, чтобы вместо такого диалога пытались выносить эту тему на различные международные площадки, которые урегулированием не занимаются. По крайней мере, никто им такого поручения от имени международного сообщества не давал. Мы должны работать совместно с сопредседателями стороны конфликта, с тем, чтобы найти исключительно мирное урегулирование этому вопросу. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հիմնախնդրի կարգավորմանը այլ ձևաչափ տալու միտումն Ադրբեջանինն է, հավելում է Հայաստանի արտգործնախարարը, այն որ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերով հանձնաժողովը հավանության արժանացրեց բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուելթերի բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի
Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում վիճակահարույց զեկույցի նախագիծը Էդուարդ Նալբանդյանի համար զարմանալի չէր։ Совершенно ясно, что человек, который долгие годы был в группе друзей Азербайджана в британском парламенте, которые, по сведениям, опубликованным в британской же прессе, финансируется из Баку соответствующими, значит, фондами из Азербайджана, никак не мог иметь непредвзятую позицию. Այդուհանդերձ պաշտոնական Ռուսաստանը շարունակում է պնդել, որ ԼՂՀ հակամարտության կարգավորման խնդրում աջակցում է պաշտոնական Երևանի հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու դիրքորոշմանը։ Իդեպ երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների ասուլիսը շատ արագ ավարտվեց, հարցի իրավունք ստացան ոչ բոլոր լրագրողները։ Նոր եւ գործող սահմանադրությունները համեմատելիս ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը նոր սահմանադրության մեջ բացահայտում է մինչեւ այսօր չլսված մի բան։ Կլինի նոր սահմանադրությունը կառավարման ուրիշ մոդել, կառավարման ուրիշ մոդելը ենթադրում է ավելի դեմոկրատական, ավելի ուժեղ նախագահական ինստիտուտը։ Քաղաքական պաշտոնյա Գագիկ Խաչատրյանը չի կարողանում պատասխանել այն հարցին, թե գործող սահմանադրությունն ինչով էր խանգարում քաղաքացիներին, որպեսզի նրանք լավ ապրեն։ Լավ ու վատը կերևա հետագա կյանքում, եթե ուզես որ լավ լինի եւ ամեն ինչ արվի, որ դեպի լավը գնա։ Հիմա մեր իշխանությունները ուզում են, որպեսզի լավ լինի։ Դե հիմա այնց հարցը ինչի չեն ուզում։ Բավա մեր իշխանությունները, ասենք Ադրբեջանի իշխանություններն։ Ֆինանսների նախարարը նոր եւ հին սահմանադրություններով չի պայմանավորում լավ կյանքը, ցանկության հարց է։ Կյանքը կլավանա, եթե մենք բոլորս ուզենք, որ առավոտյան արթնանալուց գնանք ու ամեն մեկս մեր գործը լավ անենք։ Սահմանադրությունը խանգարում է դրան։ Դե նշեցի, չէ՞, ցանկացած սահմանադրության պայմաններում կարելի է կյանքը լավացնել։ Շատ թե քիչ արդեն ուրիշ քաղաքական դաշտում ուրիշ հարց է։ Գագիկ Խաչատրյանը հանրապետականի ԱՅՈ-ի շտաբում չկա, սակայն դա ոչինչ չի նշանակում։ Այս շտաբի աշխատանքներին մասնակցելու եմ։ Մասնակցելու եք, այսինքն դուք Քարոզարշավին մասնակցելու եք։ Ես Քարոզարշավին չեմ մասնակցելու։ Նախարարն անձամբ է կարևորում ազատ քվեի իրավունքը, սակայն նրան անակնկալի չբերեց այն տեղեկությունը, որ գործարար падգամավոր Սամվել Ալեքսանյանը իրեն պատկանող սուպերմարկետի աշխատակիցներից պահանջում է ԱՅՈ քվեարկողների ցուցակներ։ Դե հիմա ինքը ուզում է ակտիվ մասնակցություն ուներ իր աշխատակիցների հետ, երևի ագիտացիոն աշխատանքներ է տանում։ Իդեպ ֆինանսների նախարարն ընդունեց, որ կյանքը մյուս տարի կդժվարանա, սակայն այնպես չէ, որ ինչ-որ մարդիկ պետք է հրաժարական տան ժողովրդի կյանքն էլ ավելի դժվարացնելու համար։ Հարավկովկասյան երկաթուղիներ ընկերությունում խայտառակ իրավիճակ է, բեռնափոխադրումներն ու սակագները 5 անգամ ավելի թանկ են, քան մեկ այլ երկրի մասնաճյուղում։ Ազգային ժողովում 2016 թվականի պետական բյուջեի քննարկմանը Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանին այս հանգամանքը վրթովեցրել էր։ Չեմ վրթովում, հարց եմ տալիս։ Սովորական հասկանամ։ Վրթոված եք հարցնում։ Հարավկովկասյան երկաթուղի ընկերությունը Հայաստանի Հանրապետության կառավարությանը ներկայացրել է 524 միլիոն դրամի փոխհատուցման պահանջ, որը պետք է վճարվի 2016 թվականի բյուջեով։ Վարդան Այվազյանին այս փաստը եւս զարմացրել էր։ Ըստ պայմանագրի, կոնստիտուցիոն պայմանագրի ֆիքսվել է, որ ուղևորափոխադրումների այսքան քանակի առնչությամբ, եթե մենք չենք ապահովում այսքան գումար, ապա Հայաստանի Հանրապետության կողմից դա փոխհատուցվում է։ Իսկ իր զեկույցից հետո Գագիկ Բեգլարյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Տուլայում տեղի ունեցած ավտոբուսի վթարին։ Նա նշեց, որ մահացածների ընտանիքներին կտրամադրվի 1 միլիոն, իսկ վիրավորների ընտանիքներին մինչև 1 միլիոն դրամ։ Պետությունը այս վթարի հետ կապված միայն մարդկային պատասխանատվություն ունի։ Քաղաքաշինության նախարարն էլ քննարկումից հետո տեղեկացրեց, եկող տարի նախատեսում են 57%-ով ավարտել կիսակառույցների շինարարությունը։ Ինչ է լինելու երիտասարդական պալատի ճակատագիրը, որի տարածքը ավազի հանքի է վերածվել։ Շատ շուտով ներկայացնում ենք ազգային ժողով օրենք Երևանի կենտրոնի մասին եւ այդ օրենքում խիստ պատժամիջոցներ են նախատեսված։ Որպես ճարտարապետ Նարեկ Սարգսյանը իրեն բավարարված է զգում, որ մրցույթում հաղթած ճապոնական նախագիծը չի իրագործվելու, քանի որ հաղթող ընկերությունը հրաժարվել է։ Այսօր Նարեկ Սարգսյանը ասում էր, թե ճապոնական նախագծով այն Երևանի հետ կապ չունեցող շինություն էր լինելու, խոշոր չափերի անհասկանալի բնակելի մի տուն։ Վաղոջա, այս կալանավարը քո տեղը չի, այս կալանավարը այսօրվա հանցավոր իշխանությունների ներկայացուցիչների տեղն է։ Ազատամարտիկները հորդորում են իրենց մարտական ընկերոջը դուրս գալ հացադուլից, որը հայտարարել է 11 օր առաջ։ Անկախ հանձնաժողովի գործելակերպի դեմ բողոքող Վոլոդիա Ավետիսյանը ըստ նրանց հացադուլով արդեն իսկ հասել է իր նպատակին։ Նորանշանակ
արդարադատության նախարարը իր խոսքի մեջ ասեց, որ այո կան թերություններ եւ որոշակի անհամապատասխանություն եւ իրանք պատրաստվում են դիմեն ազգային ժողով։ Ազատամարտիկ Վոլոդի Ավետիսյանը հոկտեմբերի 30-ին հացադուլ հայտարարեց այն բանից հետո, երբ անկախ հանձնաժողովը երկրորդ անգամ մերժեց նրան ազատ արձակել։ Հիմնադիր խորհրդարանի անդամը անկախ հանձնաժողովների աշխատանքը համարում է ոչ արդյունավետ։ Այդ ստրուկտուրան ինքնին բռնատիրական ռեժիմի մի գործիք է։ Ազատամարտիկի ընկերներին չի հանգստացնում բժիշկների հավաստիացումները, թե հացադուլի մեջ գտնվող Վոլոդի Ավետիսյանի առողջական վիճակը նորմալ է։ Արցախյան պատերազման ցած ազատամարտիկն առանց այդ էլ առողջական խնդիրներ ունի։ Հացադուլը 11-րդ օրը դա արդեն կրիտիկական պահ է գալիս մարդու օրգանիզմում, անկախ ամեն ինչից։ Ես կարծում եմ, որ հիմա պետք է որ իր առողջությունը շատ վատ վիճակում լինի։ Խարդախության համար 6 տարով ազատազրկված Վոլոդի Ավետիսյանը պետք է ազատ արձակվի։ Դատավարությունից հետո եւս մեկ անգամ համոզվել է ազատամարտիկի մարտական ընկերը։ Շինցու գործեր։ Այդ անձնավորությունները, որոնք որ փող են առաջարկել, այդ մարդիկ էլ իրանք բարձրաձայնեցին, որ մենք փող չենք առաջարկել։ Օրվա վերջում հայտնի դարձավ, որ Վոլոդի Ավետիսյանը դադարեցրել է հացադուլը։ Քանի որ մենք չենք կարող ազատվել Լևոն Տեր-Պետրոսյանից, մենք պետք է ազատվենք ընդհանրապես Հանրապետության նախագահի պոստից։ Այդպիսի միտք էին 1992 թվականի աշնանը Գերագույն խորհրդում արտահայտում ԱԺՄ-ական եւ դաշնակցական падգամավորները։ Այն ժամանակ սահմանադրությունը դեռ ընդունված չէր, գործում էին այսպես կոչված սահմանադրական օրենքներ։ Ինչու էր անդիմության մի մասը ցանկանում ազատվել այդ պաշտոնից եւ ոմանք էլ պահպանում են այդ ցանկությունը։ Օրվա գլխավոր թեման։ Քաղաքական կուսակցություններին ձեռնտու է նախագահի ինստիտուտը, սա ազգային ժողովի նախագահի խոստովանությունն է։ Մեր ռեզերվները նկատի ունեմ։ Շահեկան պայմաններում այսօր հանրապետականն է։ Նախագահի ինստիտուտից հանրապետականն հրաժարվում է, որպեսզի քաղաքական մյուս ուժերն էլ դառնան խաղացող։ Եթե մնար նույնը, այդ պտուղները այս սահմանադրության փոփոխությամբ չի որ պիտի արդյունավետ լինի։ Նախագահանունը չէր լինելու, այսինքն Սերժ Սարգսյանն մի ուրիշ հանրապետական կլինի։ Գալուս Սահակյանը հիշում է, որ ընտրակեղծիքներն իհայտ եկան, երբ Հայաստանը խորհրդարանական հանրապետությունից դարձավ նախագահական։ Հենց նախագահական եղավ, միակենտրոն եղավ, սկսվեց այդ շարժը գնալ։ Այսինքն նրանք, ում որ այսօր մեղադրում եք իբրև թե մոնոպոլիստներ են, առաջացումը հիմքերը այնտեղ որոնեք։ Երկու օր առաջ Սփյուռքի նախարարն ասում է, որ նախագահի ինստիտուտը թույլատնում են, որովհետև նախագահի ընտրությունները խնդիրներ էին առաջացնում։ Բոլոր նախագահների ընտրությունից հետո մեր երկրում մեծ արճակատում էր։ Չասեմ, որ միշտ չեմ ասում, որ ամեն անգամ արյուն է թափվել, բայց շատ ծանր է եղել հասարակության վերականգնումը բնականոն կյանքին։ Եվ Տիկին Հակոբյանը եւ Գալուս Սահակյանը չեն կարծում, որ հասարակությունը ցնցումների մեջ է ընկնում ընտրակեղծիքների ոչ թե հենց ընտրությունների պատճառով։ Ընտրություններում պարտված համարվող կողմի համար Հրանուշ Հակոբյանը ուրիշ գնահատականներ էլ ունի։ Ցավոք սրտի այնքան քաղաքակիրթ չենք դարձել, որ հաղթողին պարտվողը շնորհավորի։ Կեղծիքներով հաղթելու մասին հարցի պատասխանը ոչ ոք չունի։ Բարգավաճ Հայաստան խմբակցության ներկայացուցիչը այդպես էլ չի պատասխանում այն հարցին, թե գուցե նախագահի ինստիտուտը թույլատնում են, որպեսզի կարիք չլինի կեղծիքներով գրգռել ժողովրդին։ Բազմաթիվ կեղծիքների, բազմաթիվ արատավոր երևույթների կողքին պետք է փաստել, որ այս կարևորագույն գործընթացը նաև սպասված է։ Պարոն Էնֆիաջյանն ավետում է, որ ամենայն դեպս մենք այլևս չենք ունենա միաբևեռ կառավարման բուրգ, սակայն ընդդիմությունը նաև այն կարծիքին է, որ Սերժ Սարգսյանը սահմանադրություն է փոխում, որպեսզի չհայտնվի Ռոբերտ Քոչարյանի վիճակում, որն իշխանությունից հեռացավ ու մինչև այսօր չի կարողանում վերադառնալ։ Քաղաքական առումով ես կարծում եմ, որևիցե խոչընդոտ չի լինում նախկին առաջին եւ երկրորդ նախագահների համար ընտրվել կամ վերընտրվել այս պարագայում։ Կարևորը բալանսն է, թեման փակում է ԲՀԿ ներկայացուցիչը։ Հայաստանում որևէ խնդրից բողոքողը, լինի դա մանր կենցաղային հարց, թե գլոբալ աշխարհաքաղաքական թնջուկ, ավանդաբար ամեն ինչ կապում է մեկ անձի հանրապետության նախագահի հետ։ Այդպես է 1991 թվականի նոյեմբերից սկսած։ Բացառություն էր 99 թվականի մայիսից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածը, երբ տարեց մարդիկ իրենց ապագա բարեկեցությունը կապում էին Կարեն Դեմիրճյանի հետ։ Բայց դա դարձյալ անձնական ապավինության օրինակ էր։ Հույսը, որ կա մի մարդ, որը կգա եւ իրենց կփրկի, օրինակ աշխատատեղեր կբացի,
Գործարաններ կբացի, որտեղ մարդիկ կկարողանան աշխատել եւ այլևս ստիպված չեն լինի աշխատանք փնտրել արտասահմանում։ Այդ հույսը իմ կարծիքով Հայաստանում նախագահական համակարգի հիմքն է։ Փոխել մարդկանց մտածողությունը, ստիպել նրանց հավատալ սեփական ուժերին եւ ոչ թե ինչ-որ փրկիչներին նրանց զորությանը։ Այդ մտածողությունը փոխել այս պահից հնարավոր չէ։ Բայց դա միակ պատճառը չէ, թե ինչու իմ կարծիքով պետք է պահպանել կիսանախագահական համակարգը։ Հաշվի առնելով մեր քաղաքական էլիտայի մտավոր եւ բարոյական մակարդակը, պետք է լինի մեկը, որը այդ քաղաքականացված պաշտոնյաներին, բիզնեսմեններին եւ իրավապահներին գոնե ինչ-որ չափով կարգի հրավիրի։ Իհարկե, այդ ամենը իդեալական լուծում չէ, բայց պետք է հաշվի նստել իրողությունների հետ։ Չնայած Հայաստանում կան գործիչներ, որոնք վստահ են, որ նախագահի պաշտոնը մեր երկրում պետք է վերանա։ Ամեկլուսի զրուցակիցն է հանրային խորհրդի նախագահ եւ ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը։ Պարոն Մանուկյան, քաղաքական պայքարը Հայաստանում մշտապես ծավալվում է նախագահի աթոռի շուրջ։ Եթե այդ աթոռը վերացավ, նույն կրքով մարդիկ պայքարելու են նաեւ խորհրդարանական ընտրություններում։ Դժվար հարց եք տալիս, իսկապես նախագահական ընտրությունը դա ջեքպոտն էր, այսինքն կարող ես միանգամից հաղթել։ Պարլամենտում կրվեցիր, ամենտեղ կրվեցիր, ժողովուրդն էլ վերաբերում էր պարլամենտը, դա լավություն եմ անում սրաններում, մեկ է իրանք չեն որոշողը։ Հիմա փոխվեց վիճակը։ Իմ կարծիքով ժողովրդի վերաբերմունքն էլ կփոխվի, այսինքն պարլամենտական ընտրությունները կդառնան շատ ավելի բուռն քաղաքական, քան մինչև հիմա են։ Քաղաքական ուժերի։ Նու քաղաքական ուժերի համար դառնում է միակ տեղը, որտեղ կարելի է իշխանության մաս վերցնել։ Նախագահականը չկա էլ, որ միտեղ պարտվես, ասես նախագահականը կվերցնեմ, կորում է դա։ Արդյոք մեր կուսակցությունները այն վիճակում են, որ կարողանան լուրջ քաղաքական պայքար ծավալել այս համակարգի մեջ։ Մեր կուսակցությունները այն վիճակում են, որ ոչ մի համակարգում չեն կարող լուրջ պայքար տանել, որտեղ կան մարդկանց խմբավորումներ, կան շատ կարգին մարդիկ, կան ոչ կարգին մարդիկ ընդդիմության մեջ, իշխանության մեջ, բայց կուսակցական համակարգը Հայաստանում զարգացած չի։ Եվ դրա հիմքում ընկած այն, որ ընտրությունների 95 թվականից սկսած երբեք բավարար ազնվության աստիճան չեն ապահովել եւ կուսակցությունների դերը նվազել է տարեց տարի։ Այս դերը կբարձրանան խորհրդարանական համակարգի դեպքում։ Համենայն դեպս կուսակցության դերակատարությունը ավելի մեծանում է եւ եթե մեկը ուզում է իշխանության գալ, ինքը ստիպված պետք է նաեւ կուսակցությունը զարգացնի, կուսակցություն ստեղծի, ոչ միայն իր անձի PR-ը ապահովի։ Բայց եթե ընտրությունները շարունակվեն մնալ այն մակարդակի, ինչ մակարդակի հիմա են, ապա դժվար թե կուսակցությունները զարգանան։ Ինչ կասեք Գենսեկի շրջանառվող ուրեմն այդ վարկածի մասին։ Գենսեկը շատ բնական է կոմունիստական կուսակցության երկրում, այսինքն որ կա մի կուսակցություն, կա Գենսեկ եւ վարչապետը բան ավելի երկրորդական պաշտոններ են համեմատած Գենսեկի հետ, որտեղ ամբողջ հասարակությունը գաղափարախոսացված է, կան օրենքներ, որոնք հակառակ գաղափարախոսությունը ջարդում են, ոչ մի ուրիշ բան չկա։ Մնացած բոլոր երկրներում, պարլամենտական բոլոր երկրներում կուսակցության նախագահան լինում է վարչապետ, եթե կուսակցությունը հաղթում է, ապա նրա կուսակցության նախագահան դառնում է վարչապետ։ Կամ օրինակ Կանադայում, ասենք, թե լիբերալ կուսակցությունում կուսակցությունը ունի նախագահ, որ իրավունք չունի ընտրվելու падգամավոր, ինքը միայն կազմակերպական գործերով է զբաղվում, եւ կուսակցությունը ունի լիդեր, որ եթե կուսակցությունը գալիս է իշխանության, նա դառնում է վարչապետ։ Գրված օրենքը միշտ ավելի կարևոր է, քան չգրվածը։ Եթե գրված օրենքով իշխանությունը վարչապետի ձեռքում է, ոչ մի կուսակցության նախագահ չի կարողանա իր ձեռքը վերցնել իշխանություն, որտեղ բոլոր տնտեսական լծակները գտնվում են վարչապետի ձեռքում։ Դա ավտոմատ է կատարվում։ Շնորհակալություն։ Խնդրեմ։ Իմ զրուցակիցն էր հանրային խորհրդի նախագահ եւ ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը։ Երկքաղաքացիության արգելքի վերացումը Հայաստանի համար հավասարազոր է տարածքները հանձնելուն։ Դա նշանակում է փոշիացնել ամենագերագույն արժեքը՝ պետականությունը։ 2005 թվականի նոյեմբերի 9-ին համագործակցություն քաղաքական հետազոտությունների կենտրոնի կազմակերպած սեմինարի ժամանակ հայտարարել է Դավիթ Շահնազարյանը։ Էլ ինչ հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունեցել նոյեմբերի 9-ին անկախ Հայաստանի պատմության ընթացքում։ Նյութեր Ամեկլուսի պահոցից։
1991-ի նոյեմբերի 9-ը 5-րդ օրն է, որ Ադրբեջանից Հայաստան գազ չի մտնում։ Հնդածս այս օրերին Ադրբեջանը ռմբակոծում է նաև Հայաստանի հյուսիս-արևելյան սահմանի գյուղերը։ Ադրբեջանական կողմը հակադարձում է, որ հենց Հայաստանն է անջատել իր գազամատակարարումը։ Как еще объяснять? Что мы просто-напросто перекрыли, чтобы попала Армения в тяжелое положение? Да другого объяснения нет. Я думаю, что азербайджанская сторона должна сделать, в общем-то, определенные выводы и думать уже о судьбе своего народа. Քաղաքապետ Վանո Սիրադեղյանի 1997-ի այսօրվա որոշմամբ երիտասարդական մետրոյի տարածքը մաքրվում է կրպակներից։ Նախապես կրպակատերերը տեղեկացվել էին, որ իրենց կրպակները հաջորդ օրն ապամոնտաժվելու են, մինչդեռ իրենք տեղավճարներն արել են մինչև տարվա վերջ։ Ցույց են տալիս հրաման եւ մեկ օրվա ընթացքում ասում են ազատեք, ինչ որ միանգամից լինում է, դա ինչ որ արդյունավետ է ստացվում։ 1998-ի նոյեմբերի 9-ին էներգետիկ հանձնաժողովի միաձայն որոշմամբ հաջորդ տարվա հունվարի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը կթանկանա 13%-ով եւ կդառնա 25 դրամ։ Մենք մեր գործն ենք անում, ասում են էներգետիկները։ Ժողովրդի մասին թող կառավարությունը մտածի։ 1999-ի այսօրերին Հայրուս Գազարդը ձեռնամուխ է բնակչությանը գազով ապահովելու գործին։ Ով գազ է ուզում, թող դիմի մեզ, ասում է ընկերության տնօրեն Ռոլանդ Ադոնցը։ Պարզապես պետք է աշվիչների համար սպառողը 40,000 դրամ ուծի եւ այդ գումարի չափով անվճար գազ օգտագործի։ Այսօրերին Ռուսաստանում թանկացել է գազը, սակայն Ադոնցը վստահեցնում է, որ մինչև 2001-ը դա մեր վրա չի տարածվի։ 1999-ի նոյեմբերի 9-ին հոկտեմբերի 27-ի մասին խոսում է արձակագիր Հրանտ Մաթևոսյանը։ Նա այդ օրը համարում է ազգային աղետ։ Ազգային աղետ, որ իհարկե դեպքեր դառնալուց առաջ որպես միտք եղել են, եթե ոչ ամբողջ ժողովրդի, ապա շատ շատերի մտքում։ Ռոբերտ Քոչարյանի խնդրանքով ԱՄՆ կառավարությունը մեր կառավարությանն է հանձնում 6 մետաղորսիչ կայան եւ 14 ձեռքի մետաղորսիչ սարքեր։ Այս սարքերի առաջին շահառում կլինի ազգային ժողովը, որտեղ 2 շաբաթ առաջ տեղի էին ունեցել հոկտեմբերի 27-ի դեպքերը։ Դեսպան Մայքլ Լեմոնն ասում է, որ մենք խորհրդարանի ղեկավարությանը վաղուց ենք առաջարկում այս սարքերը, սակայն նրանք չուզեցին, որպեսզի ժողովրդի եւ ընտրյալների միջև ավելորդ խոչընդոտներ չլինեն։ Այս նվերը պետք չէ դիտել որպես քննադատություն խորհրդարանի հասցեին, սա ազնիվ մաղումներից բխած նվեր է։ Զոհված ազատամարտիկների հայ երեխաները 2000-ի նոյեմբերի 9-ին Ֆրանսիայի դեսպանատան մոտ են։ Գիվոև ազգանունով մի գործարար նրանց տարել է դեսպանատան ճաղերի մոտ կոչ է անում ծնկի գալ եւ շնորհակալ լինել Աստծուց ու Ֆրանսիայից, որն ընդունել է հայոց ցեղասպանությունը։ Նրանց մայրերն ասում են, որ այսօրվա իշխանությունն էլ իրենց հետ ցեղասպանության ենթարկում։ Կոպիտ ասած մի հատ պարան են տվել առանց օճառի, ասում են կախվեք։ Սիրով Հայաստանը կլքե։ Թվաց են ճանապարհները, մեզ վկայական տան, որ այս ընտանիքներին չեն կարում ապահովենք, դժվար բան է։ Նույն օրը փլուզվում է Նորքի 9-րդ զանգվածի Գաջի գործարանի 6 աշտարակներից մեկը, 2 հոգի մնում են փլատակների տակ ու մահանում։ Աշտարակում 100 տոննա գաջ է եղել, հարուցվում է քրեական գործ։ Նույն օրը 30-35 տարեկան մի մարդ պայթեցնում է Հայ օգնության միության գրասենյակը։ Նախորդ օրը Հայկ Բաղդասարյան անունով այդ մարդը մտնում է հոմ եւ բողոքում, որ վերջինս չի օգնում ազատամարտիկների ընտանիքներին։ Հաջորդ օրը գալիս է նռնակով ու մեծ խնամքով պայթեցնում գրասենյակը։ Ավելի ուշ նույն օրը նա ձերբակալվում է։ Ասաց, որ ձեր անվտանգությունը պիտի պահեն վարկյաններին, ես ժամանակ շատ չունեմ, արագացրեք եւ նույնիսկ շատ կոպիտ վարվելով, բրթելով խոհանոց տարավ, մինչեւ խոհանոց հասանք պայթյունը եղավ։ Գլխավոր դատախազ Արամ Թամազյանը գոհ է Արագած սրճարանի զուգարանում սպանված Պողոս Պողոսյանի գործի նախաքննությունից։ Հարցաքննվել է 50 վկա, միայն մեկն է ասում, որ ինքը տեսել է սպանությունը, որի ցուցմունքը դեռ ապացույց չէ։ Հարցաքննվել են նաև նախագահի անվտանգության դեպքի վայրում եղած աշխատակիցները, որոնց էլ հենց վերագրվում է սպանությունը, ոչ ոք ձերբակալված չէ։ Շատ ենք այսպես քննության տվյալները փորձում ներկայացնել, ձեզ ընդամենը մի բան եմ ձեզ ասում, որ քննությունը օբյեկտիվ բազմակողմանի եւ լրիվ կատարվում է այսօրվա վիճակով։ Արդեն 3 օր է ինչ թիվ 29 դրոպ 83 ավտոշարասյան վարորդները գործադուլ են հայտարարել։ Մայրաքաղաքի 7 երթուղի սպասարկող վարորդները դժգոհում են, որ ավելացրել են օրական վճարումների գումարը եւ հասցրել ամեն վարորդի համար 15000 դրամ։ Մինչդեռ թանկացել է նաեւ վառելանյութը եւ երթուղում են հայտնվել միկրոավտոբուսները։ Ամենաբարձր պլանը 13-ից ավել չպետք է լինի։ Քանի որ մեր մեքենաները ցավը տանեն, մարդ չի նստում, մեր մեքենան նստողը ոստիկանությունն է, զինվորականն է, մեկ էլ են թղթավորներն են։
2009-ի այսօրը դատական ակտերի հարկադիր կատարման ծառայողներն այցելում են 4-րդ իշխանություն թերթի խմբագրություն, որպեսզի կատարածեն դատարանի որոշումը, ըստ որի արգելվում է օգոստոսին եւ այլ ընկերություններին թերթը տպագրել ոչ միայն իրենց, այլև որևէ այլ տպարանում։ Ես մենակ մի բան չեմ հասկանում, ես ոնց են դա այսինքն բոլոր այլ տպարաններին ոնց են արգելելու, կամ իսկ միգուցե այլ երկրներում, հա? Իսկ միգուցե բան, հա երևի, ասենք, արգելել կարդալ 4-րդ իշխանությունը բոլոր այլ քաղաքացիներին։ Հանրապետական պատգամավոր Հակոբ Հակոբյանը միանգամայն իրավացիորեն նշում է, որ թոշակները բարձրացնելու համար մարդիկ պետք է ավելի շատ հարկեր մուծեն։ Միայն թե պարզ չէ, թե որ մարդկանց նա նկատի ունի։ Շարքային քաղաքացիները առանց այդ էլ իրենց հարկերը մուծում են, իսկ թե ով չի մուծում, մենք լավ գիտենք։ Դիտեք նաև մեր վերջին խոսքը, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, մենք կհանդիպենք վաղը։ Պետք է որ Հայաստանի Հանրապետության աշխատող խավը ավելի շատ գումարներ վճարի պետական բյուջե, որպեսզի մենք կարողանանք այս թոշակները բարձրացնել։ Кто не работает, тот ест. Учись, студент.